Համարյա այսօրվա խոսքը ծառայության շարունակությունն է, բայց ուզում եմ մի ուրիշ կողմ վերցնեմ։ Անցած ծառայության մեջ խոսում ենք մանուկի ու հասունության մասին, որ հաղթությունը հասուն մարդկանց է տրվում։ Բայց այսօր ես ուզում եմ այդ հասունությունը մի հատ էլ առանձնացնեմ մի մասի, էլի, որովհետև ամեն մի հասուն մարդիկ չեն, որ ունեն հաղթություն, այլ են մարդիկ, որոնք որ ունեն զորություն։ Ամեն, զորավոր մարդիկ են հաղթում, տկար մարդիկ իրանք չեն հաղթում։ Եվ մեզ պետք է, որ այսօր զորանանք։ Տեսեք, հետաքրքիր է, ստե վերնագիր պահի իշխանություն, զորության կարևորությունը հաղթության համար։ Բայց նաև գոյություն ունի իշխանություն, որ Տերը տվել է չերես ապաշխարությունով։ Հովհաննեսի մեջ տեսեք ինչ ասում, առաջի գլուխ 12-13 խոսքերը։ Ասում է, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից, եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Այսինքն մենք ունենք իշխանություն, ամեն հավատացող, ամեն Հիսուս Քրիստոսին հավատացողը եւ Հիսուսին ընդունողը ունի իշխանություն Աստծո որդի կոչվելու։ Հոգևոր աշխարհի մեջ շատ կարևոր է դու ինչ իշխանություն ունես։ Ով է տվել քեզ այդ իշխանությունը։ Հոգևոր աշխարհը շատ կարևոր է, որ դու հասկանաս, Աստված տվել է քեզ իշխանություն Աստծո որդի լինելու, չերես քո հավատքով, քո ընդունելությունով։ Բայց այս իշխանությունը դեռ չի ցույց տալիս, որ դու հաղթել ես ամեն բան։ Բոլորը ունեն իշխանություն, բայց բոլորը չունեն հաղթություն։ Տկար, եկեղեցու մեջի տկարը ունի իշխանություն Աստծո որդի լինելու, բայց շատ անգամ ինքը չի հաղթում իր կյանքում։ Ինչի համար։ Դա չնշանակեց, եթե իր կյանքում կա պարտություն, ուրեմն ինքը Աստծո որդի չի։ Չէ, որդի է ինքը, բայց զորություն չունի, որ հաղթություն ունենա։ Դա համար շատ կարևոր է, որ մենք իմանանք, էլի այս պահը, որ այսօր մեզ պետք է Աստծո զորությունը ունենանք, որ ունենանք հաղթություն մեր կյանքի մեջ։ Առանց զորության չի լինի հաղթություն։ Տեսեք շարունակություն Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 19-ից 20-րդ խոսքերը։ Ահա իշխանություն տվի ձեզ, Քրիստոսն է ասում առաքյալներին։ Իշխանություն տվի ձեզ կոխելու օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա, եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Սակայն նրա համար մի ուրախացեք, որ ոգիները ձեզ հնազանդվում են, բայց առավել ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Հետաքրքիր է, արդյոք մարդը կարում է ուրախանա այն ձևի, որ իր անունը գրված է կյանքի գրքի մեջ, դե կարա ուրախանա այն ձևի, որ դիվահարված մարդուն կարա ասի դև հեռացի ու դևը հեռանա։ Ու չգիտես ինչի մարդը ավելի շատ ուրախանում է, որ դևը հեռանում է մարդու կյանքից, չեմ ուրախանում նրան, որ իր անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Բայց ինչի համար Հիսուս ասում է, ես իշխանություն տվի ձեզ կոխելու օձի ու կարիճների վրա, այսինքն սատանայի բոլոր զորության վրա։ Տերը տվել է այդ իշխանությունը, բայց ամեն մեկը չի կարող այդ իշխանությունը ճիշտ օգտագործի։ Քանի որ մենք Աստծո որդի ենք, Աստծո զավակ ենք, մենք ունենք այդ բոլոր իշխանությունները, բայց ամեն մեկը չի որ ունի այդ զորությունը։ Այսօր մենք կարևոր է ունենանք, Տեր, օգնի մեզ հասկանանք ո՞նց անենք, որ այդ զորությունը ունենանք։ Ինչ ճանապարհով քայլեն, որ այդ զորությունը ունենամ։ Ամեն։ Գիտեք, բոլոր մարզիկներն էլ իշխանությունն է, որ իրենք մարզիկ են։ Ինչի որովհետև պարապել են, ընդունվել են դպրոց, ու իրանք կոչվում են մարզիկ, բայց ամեն մի մարզիկ չի, որ հաղթում է, այլ այն մարզիկը, որ ունի զորություն, որի վրա որ ինքը պարապում է, որի վրա ինքը աշխատում է։ Եթե ձևա, եթե ամբողջ սպորտ դահլիճում ասենք 100 հոգի մարդ կա, այդ 100 հոգին կոչվում է որպես մարզիկներ, բայց այդ 100 հոգին չի առնում հաղթություն, այլ դրանց մեջի զորավորն է առնում հաղթություն։ Այսինքն մենք Աստծուն ընդունելով Հիսուս Քրիստոսին ընդունել մեր կյանքում, մենք իշխանություն ունեցանք Աստծո որդիներ կոչվելու։ Բայց շատ անգամ Աստծո որդին գնում է դժվար ճանապարհի մեջ ու պարտություն է կրում, ինչի համար։ Բայց չէ որ Աստծո որդի է, պետք է հաղթեր։ Այո, պետք է հաղթեր։ Բայց դու պետք է զբաղվես քո զորությունդ ունենալու մեջ։ Ամեն։ Դա համար ես մի քիչ ավելի կմոտենանք արդեն զորության մասին։ Տեսեք Մատթեոսի ավետարան 21-ից 21-րդ գլուխ 23-րդ խոսքը ոնց ասում։ Ասում է, եւ երբ որ եկավ տաճարը նրան սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նրան մոտ եկան եւ ասեցին. ինչ իշխանությունով ես անում այդ բաները եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Տեսեք, հոգեվոր կյանքը
շատ կարևոր է իշխանությունը նայելու համար։ Դիվական աշխարհը ինքը նայում է քո իշխանությունն ու քո զորությունը։ Եթե ինքը նայում է քո իշխանությանը, նաև ինքը հետևում է դու զորություն ունես, դե չէ։ Եվ եթե դու զորություն ունես, ինքը սկսում է ճանաչել քեզ, որ դու զորություն ունես։ Հիսուսին գիտենք, Պետրոսին ճանաչում է, Պողոսին ճանաչում են, դու ով ես։ Իրանք ճանաչում են քո զորությունը, իրանք ճանաչում են քո իշխանությունը։ Ու հետաքրքիր ինչումն է, երբ որ տենում են, որ դու զորություն չունես, աշխատում են քո իշխանությունն էլ քո ձեռից վերցնեն։ Ինչի համար չերես անհավատություն, չերես կասկած։ Բայց եթե դու Աստծո որդի ես, քեզ վայր գցի ստեից։ Ինչի, որ կասկած գցի քեզ Աստծո խոսքի նկատմամբ։ Այսինքն այն մարդը, որ չունի զորություն, իշխանությունը կվերցվի իրանից։ Շատ կարևոր է այսօր հասկանանք մի բան, մենք հավատքով այսօր Աստծո որդիներ ենք, բայց եթե չունենանք զորություն, սատանեն կասկածամտությունով կբերի մեզ մի վիճակի, որ մենք կկասկածենք մեր որդիական վիճակը, ու մենք կհանձնվենք որդիությունից, մենք կհանձնվենք իշխանությունից։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր, օգնի ինձ վերցնելու այդ զորությունը։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Հետաքրքիր է, իշխանությունը մենք ստանում ենք Քրիստոսով չերես վերստին ծնունդ։ Իսկ զորությունը մենք ստանում ենք մեր աստվածապաշտության կյանքից։ Եթե մարդը չունի աստվածապաշտության կյանք, ինքը չի կարող զորություն ունենա։ Զորությունը հիմնված է աստվածապաշտության կյանքից։ Նրա մեջ մտնում է աղոթքը, նրա մեջ մտնում է կարդալը, նրա մեջ մտնում է ծոմը, նրա մեջ մտնում է Աստծո խոսքով ապրելը, դա էլ աստվածապաշտության կյանք։ Եվ երբ որ մենք այդ կյանքը չունենք, մենք չունենք դրա զորությունը։ Մենք մեզի պետք է վարժեցնենք դրա զորությունը ունենալու համար։ Եվ շատ անգամ մեր հոգիները թեև որդիներ են, բայց տկար են, իրանք չեն կարողանում մեծ ծանրություն վերցնել, չեն կարողանում հարձակման տակ դիմանալ, չեն կարողանում տարբեր մտքերին հաղթություն ունենալ, ինչի որովհետև զորություն չունեն, աղոթք չունեն, կարդալ չունեն, աստվածապաշտության կյանք չունեն։ Եվ Աստված ասում է, որ այսօր մենք պետք է այդ աստվածապաշտության կյանք ունենանք։ Տեսեք, Գործք առաքելոցի 1:8-ում սենց ասում Քրիստոս առաքյալներ, մինչև համբարձվել է։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրը։ Ահա որտեղից է զորության աղբյուրը։ Հոգին քո վրա կգա եւ դու զորություն կառնես։ Այսօր շատ կարևոր է, ինչ է, Աստծո հոգին չկար առաքյալների վրա։ Կար, բայց ուրիշ է, երբ որ դու սպասում ես աղոթքի մեջ։ Հիշում ենք, երբ որ Քրիստոսը դեռ չէր Քրիստոսը դեռ չէր համբարձվել, ինչ արեց, ասեց եւ փչեց նրանց վրա եւ ասեց արեք Աստծո Սուրբ Հոգին։ Այսինքն կար Աստծո Սուրբ Հոգին, բայց երբ որ աղոթքի մեջ սպասում ենք Սուրբ Հոգու ներկայությանը, զորություն ենք առնում։ Զորությունը գալիս է մեզ աղոթքի մեջ սպասելու մեջ եւ ոչ թե աղոթելու փախնելու մեջ։ Մենք պետք է սպասենք աղոթքից հետո։ Մենք պետք է մտածենք Տիրոջ մասին աղոթքից հետո։ Մենք պետք է հարաբերություն ստեղծենք աղոթքից հետո։ Եվ ստեղ գալիս է Տիրոջ զորությունը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Դա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ մենք հասկանանք Տերը այսօր սովորեցնում է, որ մենք զորություն ունենանք։ Այսօր այս ամեն ինչը տենալով հասկանում ենք, եթե իմ ներսում չկա զորություն, ես անընդհատ կսկսեմ վախի մեջ ապրելը, կասկածի մեջ ապրելը, տկարության մեջ ապրելը, բայց մեզ պետք է այդ զորություն ունենանք։ Ամեն։ Տեսեք ինչ է, հետաքրքիր է։ Կարևորությունը ինչումն է, որ որտեղ ենք մենք զորություն առնում, լինենք այնտեղ, որտեղ որ Աստված ուզում է, որ մեզ տենա։ Որտեղ Աստված ուզում տենա։ Քո Երուսաղեմում, արդյոք ունես Երուսաղեմ։ Արդյոք ամեն մեկիս կյանքում կա Երուսաղեմ, այսքան որտեղ աղոթքի տուն ունենք մենք ներսում։ Մենք ունենք միտեղ, որտեղ որ կարում ենք Տիրոջը վայելենք։ Մեր զորությունը ստեղ է։ Շատ անգամ մենք ասում ենք մեր աղոթքաժողովում մենք միասին զորություն ենք առնում, ես ասեմ զորություն չես առնում։ Միաբանության աղոթքաժողովի մեջ զորություն չես առնում։ Ամեն մեկը զորություն առնում ենք իր աղոթքաժողովի մեջ, իր սենյակում։ Ընդհանուր աղոթքաժողովի մեջ մենք բոլորս միաբանված ենք, ասում եմ ինչ որ միաբանված մի բանի խնդրեք կտրվի ձեզ։
Բայց մեր անձնական զորությունը առնում ենք մեր սենյակի աղոթքախմբում։ Երբ որ ես իմ սենյակում եմ, առանձնանում եմ, աղոթում եմ, այստեղ զորություն եմ առնում, այստեղ նմանվում եմ Տիրոջը, այստեղ իմ էությունն է փոխվում։ Միաբանված աղոթքի ժողովի մեջ մենք չենք փոխվում, որ ժամանակ առ ժամանակ աղոթքախմբից աղոթքաշխում չլինի մեր աղոթքի ժամերը, այլ լինի մեր տներում։ Ամեն շաբաթօրվա ծառայությունից ծառայություն չլինի մեր աղոթները, այլ լինի տներում, ստեղ է մեր զորության տեղը։ Առաջին ինչ ասեց, ասեց գնացեք Երուսաղեմ եւ սպասեցեք, մինչեւ Սուրբ Հոգին կգա ձեր վրա։ Այսինքն մենք պետք է ունենանք մեր Երուսաղեմ առաջի հերթին։ Եթե դու ուզում ես ունենալ զորություն, առաջի հերթին դու պետք է ունենաս քո մարզադաշտը։ Եթե դու մարզադաշտ չունես, եթե դու չես պարապում այդ մարզադաշտում, դու որտե՞ս պետք է զորություն ունենաս։ Այն այսօր կան է շենքերի հայաթում, որ դնում են, ասենք, տենց ինչ-որ սուտի պարապելու ինչ-որ տեղեր։ Դա չի տալի քեզ զորություն։ Քո զորությունը քո մարզադաշտը պետք է լինի, քո անհատական, քո ամենօրվա մարզադաշտը պետք է լինի։ Ես որ սպորտով պարապում էի, սկզբից 6 տարեկան որ պարապում էի, ասենք օրում մեջ էին պարապացնում, պարապունքի կանչում։ Հետո մի փոքր մի տարի, երկու տարի մեծացանք, ամեն օր էին կանչում պարապունքի։ Հետո որ մի քիչ ավելի մեծացավ, ամեն օր երկու անգամ էի պարապում, 3 ժամ առավոտ, 3 ժամ իրիգունը։ Ինչի համար, որ զորություն ունենայի, որ մրցումների մեջ հաղթություն ունենայի, փորձության մեջ հաղթություն ունենայի։ Բայց այսօր ես մտածում ասեմ, Տեր ջան, եթե ես սպորտի մեջ պարապում էի, որ զորություն ունենամ, հաղթեմ, արդյոք ես այդ ձև հոգևոր դաշտի մեջ եմ պարապում, 3 ժամ առավոտ, 3 ժամ իրիգունը։ Բայց իշխանություն ունեմ, ես Աստծո որդի եմ, իշխանություն ունեմ, մարզիկ եմ, իշխանություն ունեմ, բայց զորություն չունեմ ախր։ Հենց նեղությունը գալիս է, փորձություն գալիս է, մի անգամից մարդ եմ մանգալի իմ հետ աղոթքին կպցնեմ, չեմ կարողանում իմ ներսի հավատքը մի անգամից դուրս բերեմ, ասեմ ետից գնաս սատանա։ Դու ոչնչություն ես Տիրոջ առաջ եւ ոչնչություն ես ինձ առաջ, որտեղ Տերը քո գլուխը դրել է իմ ոտերի տակ։ Ամեն։ Տերը օրհնի։ Երկրորդը ինչ կարևորություն է, որ սպասենք։ Այսօր սպասել ամենադժվար բանն է, որովհետև սաղ ժամանակ չունենք, վրազենք, ստեղ գտելա պետք, ընդ էթալա պետք, աշխատելա պետք, էս անելա պետք, սպասելու ժամանակ չունենք։ Երբ որ մենք սկսում ենք սպասելը, զորությունը ինքը կուտակվում է մեր կյանքի մեջ։ Եվ երրորդը, որ աղոթենք սրա մեջ, միաբան աղոթենք մենք, աղոթքի կյանք ունենանք։ Ինչ է նշանակում աղոթ։ Դու կարող ես բան չասես, բայց քո միտքդ կապնվի աղոթքի մեջ։ Դու քո սրտի ներսում աղոթ բարձրացնես Տիրոջը քննես, Տիրոջ կյանքը փնտրես, ասես Տեր, ես կարիքդ ունեմ, օգնի ինձ, եւ սրա մեջ դու նստես, հարատևես ամեն օր։ Եվ հնարավոր չի, որ ինչ-որ մի հատ քամի միտք եկավ ու քեզի փոխանցի։ Հնարավոր չի, որովհետև դու քո ներսից զորություն ունես։ Քշում ես ամեն մի սխալ մտքերը։ Դրա համար Տեր օրհնի այսօր ամեն մեկից, որ մենք հասկանանք, Տեր օգնի ինձ զորություն ունենալու համար։ Օգնի ինձ աստվածապաշտության կյանքով ապրեմ, որ ես զորություն ունենամ։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մարզիկներ կան, մեկը մի մեդալ ունի, մարզիկ կա 10 մեդալ ունի, մարզիկը ամբողջ պատենած ասկել գրամատաներով, մարզիկ էլ կա ոչ մի բան էլ չունի։ Բայց մարզիկ է։ Փառքասու իր համար էլ։ Բայց ինչ արած, որովհետև զորության մասին չի մտածում։ Պարտությունով, ոնց որ ասած, հազիվ կրակով վառվելով սենց հասնում է երկինք։ Բա ուրա դիպլոմներդ, ուրա դե կրակի մեջ վառապորցություն եկա վառվավ, ես եկել եմ։ Լավ ես արել։ Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 39-ից 46-րդ խոսքը, սենց մի պատմության մասն է։ Եվ դուրս ելավ իր սովորության պես գնաց Ցիթենյա Սարը, Քրիստոսի մասնախոսը։ Եվ աշակերտներին էլ նրան ետևիցը գնացին։ Եվ երբ որ այնտեղը հասավ, նրանց ասեց աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Եվ ինքը նրանցից հեռացավ, մի քարընկեցի չափ ծունր դրավ, աղոթք էր անում եւ ասում. Հայր, եթե կամես այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը, բայց քո կամքդ լինի։ Եվ հրեշտակը երևցավ նրան երկնքիցը եւ զորացնում էր նրան, եւ նա տագնապի մեջ լինելով ավելի եռանդով էր աղոթքանում, եւ նրա քրտինքն էլ ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում էր երկրի վրա, եւ աղոթքից վերկացավ, եկավ իր աշակերտների մոտ եւ նրանց քնի մեջ գտավ տրտմությունից։
եւ ասես նրանց. ինչու եք քնում, վեր կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հետաքրքիր է Գեթսեմանի պարտեզը Հիսուսը եկավ, առաջի անգամ չէր որը գալիս էր Գեթսեման պարտեզ, որովհետեւ Հուդան տեղը գիտեր։ Ու ինչ տեղի ունեցավ, որ կարիք ուներ Հիսուսը զորություն առնելու։ Գիտեք, ուրիշ է, որ զորություն է առնում առաքյալ ընտրելու համար, չէ՞, այսինքն իմաստության զորություն կա, զորություն է առնում ինչ-որ մի նեղությունից անցնելու համար, ուրիշ է, որ զորություն է առնում խաչը բարձրանալու համար։ Սրանք տարբեր զորություններ են։ Ու պետք էր զորություն խաչի համար, ու Քրիստոսը դրա կարիք ուներ։ Ինքը եկավ Գեթսեման, ինքը աղոթք էր անում Գեթսեմանում, ինքը զորություն հագավ Գեթսեմանում, ինչի համար, որովհետև ինքը որպես մարդ էր խաչը բարձրանալու համար։ Ինքը որպես Աստված չբարձրացավ խաչը, այլ որպես մարդ բարձրացավ խաչը։ Դրա համար մարդը կարիք ունի զորություն առնելու իր առաջում բոլոր ճանապարհներ անցկացնելու համար։ Ու դրա համար Քրիստոսը հաղթություն ունեցավ, հաղթող եղավ խաչի վրա։ Ամենածանր խաչի վրա, ամենածանր դատապարտության մեջ ինքը հաղթություն ունեցավ, ինչի որովհետև զորություն ուներ։ Թեև ինքը Աստծո որդի էր, բայց ինքը զորություն ուներ։ Ժամանակ առ ժամանակ մենք էլ երբ որ դժվարությունների մեջ ենք առաջ գալի, մենք կարիք ունենք, երբ որ իմաստության զորության կարիք, ինչ որ մի բան ես ուզում որոշես։ Դա քո գործի մեջ կլինի, ընտանիքի մեջ կլինի, ամուսնության մեջ կլինի, ամենի մեջ կլինի, ու դու պետք է իմաստություն ձեռք բերես, որ այդ իմաստությամբ դու վարվես այդ պահին։ Եվ ի՞նչ է պետք, իմաստության զորություն է պետք ստեղ։ Եվ սա տեղի ունեմ, երբ որ մենք ամեն մեկս ունենում ենք Գեթսեմանի պարտեզ։ Ունենում ենք մի հատ քար, որի վրա որ մեր հանգստությունն է, ու այնտեղ սկսում ենք աղոթելը, այնտեղ սկսում ենք քրդնել, այնտեղ սկսում ենք սպասել, այնտեղ սկսում ենք համբերել, այնտեղ սկսում ենք զորություն հագնելը։ Գիտեք, այն մարդը, որ սա ինձ էլ է վերաբերում, չմտածեք, որ ես շատ լավն եմ, ձեզ եմ դասավանդում, չէ, սա դասավանդություն չի, սա պարզապես իրական խոսք է, ուզում եմ փոխանցեմ, որի մեջ ես էլ եմ ընկել, ես էլ դրա կարիք ունեմ։ Այն մարդը, որ մտնում է աղոթքի ու դուրս է գալի ու տարբերությունը չի զգում, ուրեմն ինքը չի հանդիպել Աստծուն։ Այն մարդը, որ մտնում է աղոթքի ու դուրս է գալի ու ոչ մի տարբերություն չի եկել, ուրեմն ինքը չի զորացել։ Տարբերությունը պետք է երևա մտնելու եւ դուրս գալու։ Պատկերացրեք, դուք եթում եք Վարսավիրանոց ու դոյի պոստլե տարբերություն չեք գտնում։ Ուրեմն Վարսավիր մոտ չես գնացել, կամ Վարսավիրը տեղում չի եղել։ Բայց մենք մի բան գիտենք, որ Աստված տեղում է։ Դրա համար միշտ տարբերություն պետք է լինի, երբ որ աղոթքից դուրս են գալ, մենք պետք է մի հատ հարց տանք, մինչև դուռը բացել, որ ուզում ենք դուռը բացենք, դուրս գանք սենյակից։ Տարբերությունը զգում ես դու, քո ներսում հարց տուր։ Եթե չես զգում, էլ դուրս մի հել, էլ փագի, էլ ներս արի էլի։ Էլի ասա, Տեր, ես հələ զորություն չեմ առել, չեմ զգում իմ տարբերությունը։ Ոնց վախում է այդ վախենում եմ։ Ոնց թույլ եմ, այդ ձև թույլ եմ, հələ ոնց մտքերի վրա տիրում, մտքերը տիրում են ինձ, այդ ձև մտքերը տիրում են ինձ։ Ինձ զորություն հագցրա, խնդրում եմ։ Եվ ստեղ Տերը կայցելի, որովհետև ստեղ անկեղծանում ես արդեն։ Սկզբնական աղոթքը հələ փարսեցիական աղոթք է, որ դու գիտես ինչ ես աղոթելու, բայց այդտեղից հետո անկեղծ սիրտդ բացում ես, ասում ես Տեր, զորացրու ինձ։ Ես կարիք ունեմ։ Ամեն։ Ինչ է տեղի ունենում, որ առաջի հերթին, երբ որ մենք աղոթում ենք, մեր կամքը թողում ենք Աստծո կամքն ենք վեկալում։ Երբ որ մեր աղոթների ժամանակ մենք չենք ասում Տեր, թող իմ կամքը չլինի, քո կամքը լինի։ Սա գիտես, պրոստը խոսքերի մասին չի խոսքը, ես կապել կյանքի մասին։ Եթե ինչ-որ մեկ ունես թշնամիա ու դու ուզում ես այդ մարդուց չգիտես ինձ ձևի պրծնես ու գալիս ես ներս ասում ես Տեր ջան, ես մարդուց հոգնել եմ, ես մարդուն հեռացրու ինձանից, թող չերևա իմ աշկերին էսյանենյան։ Ու մեկ էլ վերջում, որ հասկանում ես, որ իսկապես այդ մարդ Աստված ուղարկել, որ ասում ես վերջում Տեր, ես օրհնում եմ այդ մարդուն, թող քո կամքով լինի։ Այսինքն նշանակում է, որ դու հանդիպել ես Տիրոջը։ Ոչ թե հեռացնում ես ու դուրս ես գալի, այլ մոմենտ ուզում ես հեռացնես, բայց հետո մոտիկ ասես, ասում ես Տեր ջան, ես օրհնում եմ այդ մարդուն։ Նշանակում է դու արդեն զորություն ես առած դուրս գալի։ Տրամադրություն բարձացած է դու դուրս ես գալի։ Դու ել չես վախենում իր բոլոր արարքներից, ինչի որովհետև Տերը քո մեջ տվել է մի հատ մեծ համբերություն, սեր, զգաստություն, ու դու գիտես այդ մարդու նկատմամբ վարվելու ձև։
Թե բոլորս էլ Աստծո որդի ենք, Աստծո զավակներ ենք, իշխանություն ենք, բայց բոլորս չի որ այդ զորություն ունենք։ Ու շատ անգամ մենք պարտվում ենք այդ զորությունը չունենալ պատճառով։ Տերը օրհնի ամեն մեկից։ Շատ անգամ լինում է, որ աղոթքի մեջ սկսում ենք 5 րոպեի համար ես մտնում աղոթել, մեկ էլ զգում ես Տերը իշխում է, սկսում ես երկար աղոթելը, կրակ է վառվում, արդեն տագնապի մեջ ես մտնում, հասկանում ես մի բան, որ Տերը այցելել է։ Տերը զորացնում է այդ ժամանակ։ Տերը գալիս է քո կյանքի մեջ։ Դրա համար Տերը օրհնի ամեն մեկից, մենք այսօր կարիք ունենք զորանալու։ Ես մի թեթև ուզում եմ ավելի մի փոքր էլ խորանամ դրա մեջ։ Եվ Տերն ասեց Սիմոն, ահա սատանեն ուզեց, որ մաղի ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի, եւ դու, երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Հետաքրքիր է, Հիսուսը վերջի պահերին ասեց Սիմոն համար, գիտես փորձություն է գալու։ Սիմոնը ուրացավ այն ուրությունը, որը որ Հուդան մատնեց, նույն Ուռովենի վրա էր համարյա։ Նույն Ուռովենի վրա էր։ Բայց ինչ տեղի ունեցավ, որ Սիմոնն ասեց, ես քո համար աղոթում եմ, քո հավատքը չպակասի։ Մենք կարանք աղոթենք մեր հավատքի համար, հարևանների, բարեկամների հավատքի համար։ Մենք կարանք աղոթենք մարդկանց հավատքի համար, եկեղեցու հավատքի համար, ծառայողների եւ ոչ ծառայողների հավատքի համար, ինչի համար, որ չպակասեն իրանց հավատքը։ Մենք այսօր կարիք ունենք ամեն մեկս, որովհետեւ փորձությունը գալով ինքը կարա, եթե հաղթում ենք փորձությանը, հավատներ սա բարձրանում, եթե պարտվում ենք փորձությանը, հավատներ սա անգնում։ Ու Պետրոսի վիճակը պարտություն էր, որ ինչ որ աղախնիկին, որը որ բանի տեղ չէին դնում, ու ասեց դու էլ նրանցից ես ու ինքը ուրացավ։ Ինչի համար, որովհետև ինքը պարտվեց եւ այս պարտությունը տանում է հավատքի թուլության։ Ամեն մեկիս կյանքում որ գալիս է պարտություն մեր կյանքի մեջ, մեր հավատքը թուլանում է։ Հավատացեք, իմ մոտ է տենց է։ Չգիտեմ, դուք կարող եք պարտություն տենալով ավելի եք զորանում, իմ պարտություն տենալով ես հավատքս թուլացնում եմ։ Ու ինչ եմ անում, Տիրոջ մոտ եմ գալի։ Տիրոջ մոտ եմ գալ ոչ թե զորավոր հաղթական մարդիկ, այլ տկար, պարտված մարդիկ, վիրավորված մարդիկ, թույլ մարդիկ, ու ասեմ Տեր, ես կարիքդ ունեմ, ես չեմ կարող առանց քեզ։ Դրա համար մենք բոլորս կարիք ունենք զորանալու, մենք բոլորս կարիք ունենք ունենալու աստվածապաշտության կյանք։ Ով ուզում է սելի տարվա հոգևոր ուզում է սեղի, մենք ամեն օր զորանում ենք։ Հետաքրքիր է, սպորտի մեջ որ 6 տարեկանից սկսեցի պարապելը, շատ չէ, մի շաբաթ չպարապեցիր, ահագին հետ ես գնում դու։ Մի շաբաթ չպարապեցիր, բայց այսօր քանի շաբաթ է, որ գիրք չեն կարդում, քանի շաբաթ է աղոթ չենք անում, երկար չենք կարում աղոթքի մեջ մնանք, քանի շաբաթներ է, որ ու մեկ էլ մի հատ փորձության մեջով ենք անցնում, հիշում ենք, որ վայ Տեր ջան, երկար ժամանակ չեմ աղոթել։ Մենակ իմ աղոթքս հացի համար էր, բայց ոչ թե զորություն ստանալու համար։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Տեսեք ինչ է ասում Եբրայեցիների մեջ 11:6 խոսքում Սարայի համար ասում է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծո մոտեցող պետք է հավատա, թե նա կա եւ թե իրան խնդրողներին վարձահատուց կլինի։ Հետաքրքիր է, որ մենք պետք է հավատանք, որ Տերը տալիս է դա։ Եթե զորության կարիք ունեմ, երբ որ մտնում եմ Տիրոջ հետ հանդիպելու, ես գիտեմ, որ Տերը տալիս է զորությունը։ Ասում ով որ իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից առանց կասկածելու, եւ Տերը կտա իմաստությունը։ Դա միայն իմաստության մասին խոսքը, դա զորության մասին էլ է խոսքը։ Դրա համար երբ որ մենք մտնում ենք աղոթքի, երբ որ մենք գնում ենք աստվածապաշտության մեջ, մենք պետք է հավատանք։ Երեք մի վկայություն անեմ, երեկ տեսան աղոթքաժողովի մարդիկ, որ մի փոքր ուշացել էի աղոթքաժողովից։ Ինչի համար թե դրսի գործեր ու տեսա, որ լավ անձրև սկսեց տալը, ես էլ նայում եմ ժամանակին ախր պետք է պրծնեմ այս գործը, ոնց անենք։ Անձրև սկսված, ես էլ իմ աղոթքը սկսեցի, ասի Տեր ջան, օգնի ինձի։ Օգնես եղանակը թող դադարի մի հատ, որ վերջացնեմ, թե չէ չեմ կարա վերջացնեմ։ Աղոթեցի անձրև կդրվավ ու հասցրեցի։ Ճիշտ ամիք։ Ասեք, հասարակ է, հիմիկ ասեմ ես հով եկել բան, մեր հավատքը հաճում է հասարակ բան։ Փոքր բաները մի փոքր բաների մեջ կա քո հաղթությունները։ Եթե փոքրի նկատմամբ անտարբեր ես, մեծը չի տրվի քեզ։
Եթե փոքր բաներ նկատմամբ հավատարիմ ես, մեծի նկատմամբ էլ հավատարիմ կլինես, Տերը մեծն էլ կտա։ Եթե փոքր հաղթությունների մեջ ուրախանում ես, իմացի վկայություն տուր, մեծ հաղթություններ Աստված կտա։ Եթե փոքր բաներ ասում ես, դե փոքր բաները ինչ պետքա որ մարդկանց ասեն, բան, կանի մի քիչ մեծ չի տա Տերը, քեզ պետքա վկայություն տա։ Այսօր չգիտեմ ինչի մարդիկ մի հատ sense վիճակ ա, որ վկայություն որ լինում է, ինքը վախենում է վկայություն տալու, ինչի որովհետև փորձյան մեջ կընկնի։ Հա փորձյան մեջ ընկի, զորություն ունես։ Եթե դու կապված ես, բռնության մեջ կապված ես, ու Աստված քեզ ազատեց իր զորությունով, ել որքան ավել դու ազատ ես, ինչից ես վախենում, որ հազա կապվես։ Չես կապվի։ Դու կշարունակես քո հաղթությունը։ Դրա համար կարիք ունենք, որ մենք մեծանալու, զորանալու, ասել Տեր, շնորհակալ ենք քեզանից։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ, շատ հետաքրքիր է։ Մատթեոս ավետարան, ժամանակը շուտ անցնում, բայց Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 21-ից 28-րդ խոսքերը։ Հիշում եք Սիդոնացի կնոջ համար, ասում է, եւ Հիսուսը այնտեղից դուրս եկավ գնաց Տիվրոսի եւ Սիդոնի կողմերը։ Եվ ահա մի քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նրան եւ ասում. «Ողորմիր ինձ Տեր, Դավիթի որդի, իմ աղջիկը չարաչար դիվահարվում է», եւ նա նրան մեկ խոսք պատասխան չտվավ։ Եվ նրա աշակերտները մոտ գալով աղաչում էին նրան եւ ասում. «Արձակիր դրան, որտեղ մեր ետևից աղաղակում է»։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Այն կինն էլ եկավ նրան երկրպագում էր եւ ասում. «Տեր, օգնիր ինձ»։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. «Լավ չէ երեխաների հաց առնել եւ շներին գցել»։ Նա էլ ասեց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրանց տերերի սեղանից ընկած փշրաններից են ուտում»։ Այն ժամանակ Հիսուս պատասխան տվավ եւ ասեց նրան. «Ով կին մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես», եւ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամում։ Հետաքրքիր է, երբ որ այս պատմությունը լսում ենք, հասկանում ենք մի բան, որ այս կինը հեթանոս էր։ Ու այս կինը իշխանություն չուներ Աստծո որդի կոչվելու։ Այս կինը իշխանություն չուներ երեխաներ, Աստծո երեխաները կոչվելու։ Այս կնոջ իշխանությունը մի բան էր, որ շուն էր։ Բայց քանի որ այս կին ուներ զորություն վերցնելու, նա վերցրեց իր բաժինը։ Գիտեք, շատ անգամ իշխանություն ունեցող մարդիկ կան, որ զորություն չունենալ պատճառով չեն կարող վերցնել այն, ինչը որ Աստված ուզում է տա։ Բայց մարդը իշխանություն չունենալ պատճառով, որ զորություն ունի, վերցնում է այն, ինչը որ իրան պետք է ուտերը տալիս է։ Շատ անգամ լինում է մարդը, երբ որ հլասություն չի ընդունել իր սրտի մեջ, պրոստը լսել Աստծո մասին ու տես մի հատ աղոթք է բարձրացնում, ու Աստված տալիս է իրան, ինչի։ Բայց շատ Աստծո որդիներ, որ կան, Աստծո զավակներ, որ կան, խնդրում են ու այդքան էլ չեն խնդրում, բայց չի տրվում, ինչի համար։ Որովհետև մենք ապահովված ենք, որ ես Աստծո որդի եմ, հասկացանք, փառք Աստծո, դա Տերն է արել, որ դու Աստծո որդի ես։ Դու չես արել, Տերն արել, դա Տիրոջ խաչն է, Տիրոջ զորությունն է, Տիրոջ հաղթությունն է։ Իսկ դու ինչ ես արել, որ դու զորություն ունենաս։ Եվ սրա համար շատ կարևոր է, այս Սիդոնացի կինը իշխանություն չուներ Աստծո ժողովրդի մեջ լինելու, բայց ինքը զորություն ունեցավ ու ստացավ իր փրկությունը, բժշկությունը։ Այսօր շատ կարևոր է, որ ուշադրություն դարձենք, տեսեք, զորությունը կարևոր բան է։ Մի առակ բերեց Հիսուսը, ասեց, ով կարա, երկու թագավորներ իրար դեմ կռվում են, ասում մեկը 10,000-ով է գալի, մեկը 20,000-ով է գալի։ Ասում է ու այդ տենում է, որ ինքը 10,000-ով չի կարող 20,000 դեմ կենա, գնում է, պատգամավոր ակում, որ խաղաղություն անի, որ չանի։ Սա ինչի մասին է խոսում, զորության մասին է խոսում։ Երկուսն էլ թագավոր են, երկուսն էլ իշխանությունն են թագավորության։ Երկուսն էլ ունեն ժողովուրդ, երկուսն էլ ունեն ազգ իրանց թևերի տակ։ Բայց քանի որ զորություն չունի մեկը գնում է խաղաղություն է խնդրում նրանից։ Իսկ քանի որ մյուսը զորություն ունի, ինքը հպարտ է գնում, որովհետև գիտի հաղթությունը իրանն է։ Մենք Աստծո զավակներ լինելով այսօր մեզ պետք է իմանանք, մեզ պետք է այդ զորությունը մեր կյանքի մեջ։ Ու շարունակությունը, այդ առակի մեջ շարունակություն, երբ որ կարդում ենք, ասում է, ով որ իմ հետ չի ծրվում է։ Այսինքն երբ ենք մենք զորություն առնում, երբ որ մենք միշտ Քրիստոսի հետ ենք լինում։ Ու շատ անգամ մենք Աստծո որդի լինելով, մեր գործերի մեջ, մեր աշխատանքի մեջ, մեր ինչ-որ առօրյայի մեջ, մենք չենք ուզում Քրիստոսի հետ լինենք։ Քրիստոսի անունն էլ չենք տալի։
Մաքսիմում ասում եմ հաց ուտել ժամանակ մեկ էլ օրը մի անգամ, երկու անգամ վերջ։ Բայց ամեն օր ժամանակ մենք կարանք Քրիստոսի հետ հարաբերություն ստեղծենք։ Ով կարա ասի Ենոքը օրեկան քանի անգամ էր աղոթում։ Ենոքը, որ 300 տարի Աստծո հետ վարվեց ու Տերը վերցրեց իրան, քանի անգամ էր օրը աղոթում։ Ոչ մեկը չի կարող ասի։ Բայց մենք կարանք ասենք, որ Ենոքը իր ամբողջ օրվա ու կյանքի մեջ Տիրոջ հետ վարվում էր։ Տիրոջ հետ հարաբերություն ուներ։ Ոչ թե ես պետք է ասեմ, որ գիտես, 3 անգամ ես աղոթում եմ, ես բան չունեմ ասելու, կարաս 10 անգամ աղոթես, բայց հարաբերությունը դա մի հատ ուրիշ բան է։ Որ ամեն ժամանակ դու Տիրոջ հետ կարաս լինես, ամեն իրավիճակի մեջ, ամեն սիտուացիայի մեջ, մեքենա վարելու մեջ, հաց հեփելու մեջ, ուտելու մեջ, զգալու մեջ, դու կարաս հացի համար աղոթել անես, բայց Աստծո հետ չվարվես։ Պրոստը քեզ պետք է ասեիր ու կերար։ Բարյախորժակ։ Այսօր կարևոր է, որ ոչ թե մենք պրոստը աղոթենք, այլ մենք վարվենք Տիրոջ հետ։ Մենք Տիրոջ հետ ապրենք։ Մենք բոլորս էլ ունենք ընտանիքներ։ Եթե քո ընտանիքի անդամը իրիկունը ուժամի է գալի կամ ուշանում է, կամ կարող է այդ գիշեր, ինչքան ես անհանգստանում։ Ես անհանգստանում եմ։ Ու հետաքրքիր է, Հիսուսը իմ ընտանիքի անդամն է, դե չէ։ Ես զգացել եմ Տիրոջը իմ ընտանիքի տան մեջ։ Իրիկունը եկել եմ աղոթքի, զգացել եմ իր ներկայությունը։ Երբ որ չեմ զգացել, ինչի չեմ անհանգստանում։ Չեմ կարող վարվեմ Տիրոջ հետ, ինչի, որովհետև ես աղոթում եմ, 3 անգամ աղոթել եմ, ծոմ մտել, հասկացա, վարվի Տիրոջ հետ։ Տերը թող լինի քո ընտանիքի անդամը, թող քո հետ լինի։ Թող իր ներկայություն լինի, երբ որ ինքը կգա քո ներկայության մեջ, այդ ընտանիքի մեջ կգա, նոր ապահովի, ոնց որ ընտանիքի անդամներ բոլորը տեղն են ու հանգիստ քնի։ Սա կլինի, որ Տիրոջ հետ մենք վարվեցինք։ Ու Տերը սիրում այս վարմունքը։ Ու Տերը վերցնում ամեն մի իր վարվողին նկատմամբ, տալիս է զորություն, տալիս է հաղթություն։ Ամեն Տերը օրհնի ամեն մեկիս կյանքում։ Ես մի երկու տեղ էլ երևի խոսամ ու վերջացնեմ, որովհետև հետաքրքիր է, մի տեղ էլ եմ ուզում կարդալ Աննայի մասին ու այն մասերը չեմ ուզում կարդալ, որովհետև երկար կտևի։ Ուրեմն առաջի թագավորաց առաջի գլուխ 9-18-րդ գլուխը, 9-18-րդ խոսքը։ Եվ Աննան վեր կացավ Սելովի մեջ ուտելուց եւ խմելուց հետո եւ հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մոտ մի աթոռի վրա նստած էր։ Եվ նա աղոթ քարավ տրտմելից հոգով դեպի Տերը եւ շատ լաց եղավ եւ ուխ տարավ եւ ասեց. Ով զորաստեր, եթե քո աղախինի նեղությունը նայես եւ ինձ հիշես եւ քո աղախինին չմոռանալով քո աղախնին արուզավակ տաս, ես նրան Տիրոջը կնվիրեմ եւ կյանքի բոլոր օրերումը, իր կյանքի բոլոր օրերումը եւ նրա գլխին ածելի չի բարձրանալ։ Եվ երբ որ նա իր աղոթքը Տիրոջ առաջին շատացրեց, հեղին նայում էր նրա բերանին եւ Աննան իր սրտույցը խոսում էր, միայն նրա շրթունքները շարժվում էին, բայց ձայնը չէր լսվում։ Նրա համար հեղին նրան արփած կարծեց եւ հեղին նրան ասեց. «Մինչև երբ պիտի հարբածությունը տանես, գինովությունը թող»։ Եվ Աննան պատասխանեց եւ ասեց. «Ոչ Տեր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցկին խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջը առաջին։ Քո աղախնին չարկին մի կարծիր, որովհետև իմ վիշտերի ու նեղության շատության համար մինչև հիմա խոսեցի»։ Այն ժամանակ հեղին պատասխանեց եւ ասեց. «Գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչ որ նրանից խնդրեցիր»։ Եվ նա ասեց. «Քո աղախինը թող քո առաջին շնորհ գտնե»։ Եվ կինը գնաց իր ճանապարհը եւ կերավ եւ երես այլևս տրտում չէր։ Հետաքրքիր է, որ երբ որ կարդում ենք Աննայի կյանքում Աննայի վիճակը, չէ՞ ինչ սարսափելի տկար վիճակ էր։ Այն պատկերացրա տեքերքին չեն կարող յոլայեթան, որ մնաց մի մարդու երկուքին յոլայեթան։ Մանավանդ որ Աննայի դեմը սիրում էր իր երախուն կամ ես ինչ խոսքեր ասում, Աննային ավելի տրտմեցնում էր, նեղացնում էր, ինքը գիտեր էլի, ընդհանրապես նեղացնող մարդիկ լավ գիտեն, որ նեղանա դիմացինը։ Ու այս կինը այս վիճակով եկել էր Տիրոջ տունը։ Իր տրտմությունը բերել էր աղոթքի։ Ուզում եմ մի համեմատություն անեմ առաքյալների տրտմությունը
երբ որ կարդացի սկզբից, քնցրեց իրանց։ Աննայի տրտմությունը տարավ աղոթքի։ Առաքյալները ընկան փորձության մեջ, Աննան ստացավ իր հաղթությունը։ Նպատակը սրանումն է, արդյոք իմ տրտմությունը ուր է ինձի տանում, տամը քնցնելու դե աղոթքի։ Ուր եմ ես գնում իմ տրտմության ժամանակ։ Եթե սովորական ձևով Աննան աղոթեր, իր ժամին կաղոթեր ու կգնար ու հեղին չէր կարծի, որ ինքը հարբած է կամ ինչ-որ մի հատ խոսք պետք է ասել, բայց երբ որ երկարացրեց աղոթքը, Աստծուց խոսք ստացավ, թող Իսրայելի Աստվածը տա քո սրտի ուզածը, սա պետք էր Աննային։ Սա պետք էր Աննային։ Ու մեր կյանքի մեջ, երբ որ մեր աղոթները կարճ են կամ սովորության համաձայն, մենք չենք ստանում Աստծուց խոսք, բայց երբ որ մի փոքր երկարացնում ենք, խոսք ենք ստանում Աստծուց, եւ սա պետք է մեզ, սա զորացնում է մեզ։ Սա զորացրեց Աննային։ Այն զորությունը, որ ոնց որ Սարայի համար ասեց, զորություն առավ սերմ ընդունելու, եւ նույնը Աննան զորություն առավ սերմ ընդունելու, ինչի որովհետեւ ինքը չուներ այդ զորությունը։ Այսօր ինչի զորություն չունեմ ես, սրա զորությունը Տերը տալիս է, երբ որ իր առաջը նստած եմ, իր առաջը ծնկեմ, իրանից խնդրում եմ, ու ստեղ գալիս է իմ ու քո հաղթությունը։ Ստեղ է զորությունը ստանում։ Լավ է, որ մենք Աստծո որդիներ ենք, փառք Աստծո, բայց երբ որ մենք զորություն չունենք, եւ մի հատվածել եմ ուզում մոտիկացնեմ, չեմ ուզում կարդամ, պրոստը ասեմ, որ հասցնենք մի քիչ, էլի։ Հիշում ենք անառակ որդու պատմությունը։ Անառակ որդին իշխանություն ուներ, ինքը որդի էր, ինքը իշխանություն ուներ ժառանգության ինչ-որ բաժին վերցնելու, որը որ վերցրեց, գնաց, ու ինչ տեղ ունեցավ, գնաց վատնեց բոլորը, ծախսեց բոլորը, ծախսելու ժամանակ աղքատություն տեղի ունեցավ, ու ինքը սովի մեջ սկսեց տագնապիլը, ու հետաքրքիրը, երբ որ ինքը վերադարձավ տուն, Հերը, երբ որ իրան ամեն ինչը վերադարձեց, ինչ տեղի ունեցավ, ասես կոշիկները տվեցեք, մատանին դրեք հագյատ, չէ, պատմուճանը փոխեցեք, այսինքն այդ անառակ որդին կորցրել էր այդ ամեն ինչը։ Ինչի համար, որտեվ ինքը չուներ զորություն։ Մարդը, երբ որ զորություն չի ունենում, որդիական իշխանությունը կորցնում է ինքը։ Երբեք ու երբեք չկարծես դե, հայ ինչ-որ թվականին ապաշխարես, հիմի գնացել ես աշխարհի մեջ ինչ-որ գործ ես անում, դե ժամանակ չունես, պետք է բիզնեսով զբաղվես կամ լսի, զորությունդ կորցրեցիր, իշխանությունդ էլ կորցնես։ Ինչ տեղի ունեցավ այս որդին, փոքր որդին, անառակ որդին։ Ինքը իր իշխանություն կորցրել, ինքը ասում է, գոնե հայր, ընդունի ինձ որպես ծառա, որ հաշվեմ։ Դա համար շատ կարևոր է, որ մենք իմանանք, եթե ուշադրություն չդարձնենք մեր զորության վրա, մեր իշխանությունը կկորցնենք։ Այսօր մեզ պետք է մենք մեր իշխանությունը պահում ենք մեր զորությունով։ Որտեվ սատանը նույնն է։ Ինքը միշտ գալիս է ասում է, արդյոք դու Աստծո որդի ես։ Եթե Աստծո որդի լինես, քարերն ասա թող հաց դառնան։ Ինքը միշտ բերում է կասկածով, արդյոք դու էդ ես, արդյոք դու առողջ ես, արդյոք դու բժշկվել ես, արդյոք դու հաջողակ մարդ ես, արդյոք ինչ որ անում ես քո մոտ հաջողվում է։ Ինքը միշտ մոտենալու է այդ ձև։ Բայց եթե չունենանք զորություն, մենք ընդունելու ենք դա ու կասկածելու ենք ու թողելու ենք այն իշխանություն, որ Տերը տվել է։ Բայց եթե ունենք զորություն, ասում ենք ոչ թե հացով միայն կապրի մարդ, այլ Տիրոջ խոսքով, որը գրված է։ Այսինքն մենք էլ չենք նայի ֆինանսը, այս ֆիզիկի ինչ-որ կյանքին, այլ մենք կնայենք հոգևոր խոսմունքին, որ Տերը խոսք է տվել մեզ, եւ այս խոսմունքը ավելին է, չէ՞ մեզ իրավիճակը, որով որ ես անցնում եմ։ Դա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ մենք հասկանանք մի բան։ Այսօր կարիք կա հոգևոր մարդը զորանալու։ Ես ու դու իշխանություն ունեցող մարդ, մենք պետք է զորավոր լինենք։ Ամեն մի տեղ էլ կարդամ, ահագին տեղեր չեմ կարդացել, բայց չեմ ուզում հոգնեցնեմ։ Տեսեք Տիմոթեոսի, երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 5-րդ խոսքը, ասում է, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունից ուրացած են, նրանցից էլ ետ քաշվի։ Տեսեք, ասում աստվածապաշտության կերպարանք ունեն, այսքան ձևը կա, որպես Աստծո որդի են, ապաշխարած են որպես, ասա, բայց նրանց զորություն ուրացած են, չունեն զորություն,
ասում նրանցից հետ կայնի։ Հեռու մնա, մի շփվի դրանց հետ։ Ինչի համար, որովհետև կարող Աստծո տան մեջ լինի, որպես Աստծո որդի լինի, բայց բամբասող լինի։ Ու դու հետը եղար դու ես բամբասելու, քո զորություն կորցնես, հետո կնմանվես իրան։ Ինչի է ասում Պողոս առաքյալ Տիմոթեոսին։ Ասում որ դու չվնասվես, քո իշխանությունը չկորցնես։ Եթե մարդը իր կյանքի մեջ չի զգում, որ ինքը զորավոր է, ինքը չի կարող զորանալ։ Եթե մարդը չի զգում ինչ իշխանություն ունի, ինքը կարող կորցնի դա։ Մենք պետք է տարբերությունը զգանք իշխանություն ունեցողի եւ չունեցողի, ինչի որ իշխանությունը կարողանանք պահենք։ Եվ Տերը ասում է, աստվածապաշտության կերպարանք ունի, ինչի, բայց զորություն չկա, մեջը դատարկ է, փուջ է։ Եվ ասում է մարդկանցից հեռու մնա։ Լավ, որ մարդկանց մոտենամ, զորավոր մարդկանց, որոնց հետ շփվելով դու էլ կզորանաս։ Իրանց սովորական խոսքի մեջ էլ դու էլ հայտնություն կառնես։ Եվ մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ 7-ից 9 խոսքերը։ Եվ պիղծ ու պարավական առասպելներից ետկաց, բայց վարժեցրու քո անձ աստվածապաշտության, որովհետև մարմնի վարժություն քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստմունքը։ Ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելի արժանի։ Հետաքրիր ասում է այժմյան եւ գալու կենաց խոստմունքը։ Իմ ու քո աստվածապաշտությունը, տեսեք, իշխանությունը չէ։ Աստծո որդի լինելը քիչ է, Աստծո որդի լինել դա սկիզբն է։ Շարունակություն, իշխանություն ունենալ, որովհետև եթե մենք զորություն չունեցանք, հիմիկվա եւ գալիք խորհուրդը, խոստմունքը չեն կարող մենք ստանանք։ Հասկանում եք մենք, ասում մարմնի վարժություն քիչ բանի համար է պիտանի, քիչ բանի համար, բայց աստվածապաշտությունը, որի միջոցով որ մենք զորություն ենք առնում, հիմիկվա ու գալիք խոստմունքները կարանք ստանանք չերես աստվածապաշտությունով, չերես այդ զորությունով, Տերը ինչ տվել է հիմի, ու ինչ տալիս է վաղ, ու ինչ տալիս է մյուս օրը, ինչ տալիս է մյուս օր, մինչև հավիտյան։ Մենք բոլորը դրանք կարանք ստանանք չերես զորությունով։ Դա համար պետք է, որ մեր անձը վարժացնենք աստվածապաշտության մեջ։ Անձը սկզբից չի ուզում, բայց վարժված անձը չի կարում չանի, որովհետև վարժված է։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիս, կանգնենք աղոթքի։ Այսօր մենք կարիք ունենք զորանալու, ինձանից սկսած։ Ինչի համար, որովհետև ես հասկանում եմ ինչ պրոբլեմով եմ անցնում զորացած ու ինչ պրոբլեմով եմ անցնում տկարացած ու հասկանում եմ, որ էսի հեշ բաներ, որ պետք է անցնեի, կարացա անցնեի, ինչի որովհետև զորությունս թուլացած էր։ Չէի ժամանակ հատկացրել աստվածապաշտության կյանքով, իմ անձը չէի սովորացրել։ Տես, երբ որ կարդում ես քունը տանում, հասկանում ես, որ անձդ վարժված չի կարդալու մեջ։ Երբ որ աղոթում ես ու քունը տանում, հորանջում ես, նշանակում անձը չի վարժված աստվածապաշտության մեջ։ Մեզ պետք է վարժացնենք մեր անձը։ Մեզ պետք է։ Ինչի, որ երբ որ կարդում ենք, կարդանք։ Ու երբ որ մենք աղոթում ենք, աղոթենք։ Գիտես, երբ ենք զգում, որ մեր անձը վարժված է աստվածապաշտության մեջ։ Երբ որ քներս տարած հելնում ենք, որ ասում ենք լավ մի թեթև մի հատ Տիրոջից խոսք կարդամ ու քնեմ, մեկ էլ կարդում ես ու քունդ փախնում է։ Ու սկսում ես կարդալ, զգում ես, որ քո անձը վարժված է դրա մեջ, ինքը էլի է ուզում։ Ախորժակով մարդը ինչ ամ, ասում եմ մի փոքր մի կտոր հաց ուտեմ ու այդ համ ու քնեմ։ Մեկ էլ այդ փոքր ուտումը, մեկ էլ տեմ ախորժակը ավելի բացվավ։ Հասկանում ես, որ իր անձը սովոր է հաց ուտելուն։ Դա համար թող մեր անձը սովորի աստվածապաշտության կյանքով, որովհետև Տերը խոստմունք ունի ինձ ու քեզ եւ այսօր եւ հավիտյան։ Իսկ խոստմունքը ստանալու համար մեզ պետք է զորություն որ ստանանք, ամեն։